Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 31-ն է, հուլիսի վերջին օրը, կարելի ասել, թե ամառն էլ վերջացավ։ Եվ անցնենք այսօրվա նորություններին, մինչև նորությունների մասին խոսալ ես ուզում եմ շատ գեղեցիկ մեջբերում անել Գյուստավ Լեբոնից, ով ունակ է ամբոխին մոլորեցնել, հեշտությամբ դառնում է նրա տիրակալը, ով ձգտում է ուշքի բերել նրան, միշտ դառնում է նրա զոհը։ Գյուստավ Լեբոն։ Այո, ամբոխին մոլորեցնելով կարելի է նրան հեշտությամբ դառնալ նրա տիրակալը, բայց ասեմ, ես բոլորովին հակված չեմ ամբոխին ուշքի բերելու, որտեղ չեմ ուզում նրա զոհը դառնալ։ Դեռ հասկանում եմ, ամբոխի պահանջները ուրիշ բան է, իմ ակնկալիքները այլ բան է։ Դրա համար էլ երբ որ տեսնում եք ձեր կողքին ամբոխի ներկայացուցիչ, հիշեք, դուք 50 գիտնականի կարող եք լրացնել մեկ փաստով, բայց 50 փաստով չեք կարող ներկայացնել այդ ամբոխի որևէ մեկ ներկայացուցիչ։ Իսկ եթե հանկարծ ամբոխի հետ եք ուզում գործ ունենալ, դառնում եք դրա զոհը։ Հակեք, անցնում ենք առաջ, աշխատենք նրանց հետ, ովքեր առողջ են, առողջ, ինչպես կասեր նժդեհը, թող մնան նրանք, ովքեր բարոյապես չեն մեռել։ Իսկ այս բոլորից ուզում եմ հիշեցնել, որ մեզ կարող եք հետևել եւ Patreon-ում, եւ YouTube-ում, եւ TikTok-ում, նրանք ովքեր ուզում են օժանդակել ալիքին, խնդրեմ բոլոր հնարավոր տարբերակը ներքևում կա փոխանցումների համար, իսկ մշտական Patreon-ում գրանցվածները կունենան բոլոր հաղորդումները նայել առանց գովազդային նյութերի, եւ դա կլինի ձեր նպաստը ալիքի անխափան աշխատանքին։ Եվ ասպես թվում էր, թե արձակուրդ է գնացել, սա հազիվ հանգստանում էինք, բայց հարցը ինչա ինքը խոսում, հարցը այնա թե ում տանում Հայաստանը։ Մի խոսքով Ռուսաստանի հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չբերելու արդյունքում որոշեց հարձակողական քաղաքականություն ձեռք բանացնել եւ արդեն խոսում է հայկական երկաթուղու կառավարումը վերցնելու մասին։ Ընդ որում հիշեցնեմ, ընդհանրապես արձակուրդ գնալուց առաջ հայկական երկաթուղին, որը ինքը գտնվում է ռուսական կառավարության տակ եւ գտնվում է սանկցիաների տակ զուգահեռ եւ ունի բազմաթիվ պարտքեր, Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միայն ձեռնմուխ չեղավ այդ պարտքերի վերադարձման, այլ նաեւ իր հպարտ հարկատուների փողերից կոմպենսացեց այդ հիմնարկի կորուստները։ Մոտավորապես 52 միլիոն, ինչքան հիշում եմ, նվիրեց այդ կազմակերպությանը։ Վերջում տեսավ, որ չէ, դա ոչ մի դեր չխաղաց, իր ներողությունը չի ընդունվում Վլադիմիր Վլադիմիրովիչից, որոշեց հիմա էլ խոսել սեփականության մասին, կառավարումը խլելու մասին եւ ավելին ասեմ, մինչեւ 2 միլիարդ, արդեն գնում է մինչեւ 2 միլիարդ դոլար տարեկան վճարի մասին այդ գիծը շահագործելու համար։ Բավականին համարձակ քայլ Փաշինյան Նիկոլի համար։ Ես չգիտեմ, ինքը չի հասկանում 2 միլիարդը ինչքան է, թե ուղղակի այդ սիրտը թիվն է ուզել, այդքան փող է պետք, դրա համար է ասում, որովհետև այդ կապը, այդ հիմնարկը այդքան փող հաստատ չարժի ու չի կարող բերել, այնա չեմ ասում, վարձակալելու համար։ Սա ինչ որ աննորմալ բան է, բայց սա էական չի, Փաշինյան Նիկոլի համար սա սովորական պրակտիկա է։ Հիմա հասկանանք, տեսնենք Ռուսաստանից իրեն ինչ են պատասխանում։ Իսկ Ռուսաստանից պարզ պատասխանում են, որ կոնցեսիան դադարեցնելուց հետո, այս համագործակցությունը դադարեցնելուց հետո, Ռուսաստանը Հայաստանից հետ կպահանջի իր ներդրումները։ Հետաքրքիր փուլ ենք մտնում։ Ես ասեմ, որ Ռուսաստանը առանձնապես ներդրումներ չի արել։ Այսինքն, եթե Հայաստանի կառավարությունը լիներ լեգիտիմ կառավարություն, վաղուց այս ռուսական երկաթուղիները, այսինքն հարավկովկասյան երկաթուղիները պետք է ազգայնացած լիներ։ Ոչ թե ասենք Ծառուկյանի ունեցածը, ոչ թե ասենք էլեկտրացանցերը Սամվել Կարապետյանից, այն հենց այս հիմնարկը, որովհետև բացի Թալանից, այն չկատարվում է հարավկովկասյան երկաթուղում, պայմանավորված ներդրումները չի կատարվել, բայց քանի որ մենք գործ ունենք Փաշինյան Նիկոլի հետ, որը
եթե 2 ամիս առաջ կարող էր ինչ-որ լեգիտիմ խոսակցություն վարել, այսօր դրա հնարավորությունը չունի, շատ բարձ պատճառով ինքը լեգիտիմ ղեկավար չի, ինքը իշխանությունը զավթած փոքրիկ բռնապետիկ է, փոքրիկ, այսինքն այնքան փոքրիկ, որ հասկանում եք, չէ, որ Պուտինի մոտ ինքը այսքան է, Պուտինը մեծ բռնապետիկն է, սա այսքան մանր, հիմա ինքը որոշել է այսքան մանր դիրքից տարեկան 2 միլիարդ փող ուզի եւ սպառնում է դա ազգայնացման, տեսնենք սա ինչով կավարտվի, բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այսքանից հետո Փաշինյանը որոշել է, որ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, այ սա ամենահետաքրքիրն է, հա, այս դեմքը ունեցող մարդը, այս միմիկան ունեցող մարդը, կար ասել մի բան խոսա, ընդդեմ մի բան խոսա, ստես սպառնա, ընդեղ ստի վերջում էլ գնա մասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, ու սպառնա, որ դուք մեր հետ սենց վարվելով, դուք վերջ եք դնում ձեր ԵԱՏՄ-ի, ձեր ԵԱՏՄ-ն կվերջանա, եթե դուք Հայաստանի հետ սենց վարվեք, ընդ որում Հայաստանից գնացած ապրանքները, որ արդեն չի գնում, կարող է ուղղակի տեղյակ լինեն Մոսկվայում այնքանով, որքանով ասեն կես սեզոնին Ծիրան չկերա, զրո ամբողջ ինչ-որ մի բան էլ չի անում ԵԱՏՄ-ի շրջանառության մեջ, Հայաստանից գնացող 10-12 միլիարդը, նորից եմ ասում, զրո ամբողջ ինչ-որ թիվ է ԵԱՏՄ շրջանառության մեջ, բայց այս դեմքով մարդը, այս շրջանառության տեր երկիրը սպառնում է ԵԱՏՄ-ին ինչ-որ կոլապսով եւ միևնույն ժամանակ գնում է այդ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։ Գնանք առաջ, շատ բան կա ասելու, ես չեմ ուզում սրա վրա, որտեղ մենք վերադառնալու ենք այս թեմային։ Եվ այսպես հիշում եք Նիկոլ Փաշինյանի խոսքերը ընտրություններից առաջ, մեկ առիթով, որ էլ տեղ չկար նահանջելու, թե ինչքան խայտառակ իրենց կառավարությունը աշխատում, հիշեցրեց, որ երբ որ դուք որոշեք բողոքել կառավարությունից, հիշեք, որ դուք եք ընտրել եք կառավարությունը, այսինքն դուք եք մեղավոր։ Հիմա ձուկ արտազող ընկերությունների բողոքներին ոչ մի պատասխան չկարողանալով տալով, ասում է դուք եք մեղավոր, ձեր արտազանքը այնքան վատն է, որ ես վաղուց աճեսած ձուկ չեմ ուտում։ Այսինքն նրանք ովքեր ուտում են, նրանք ուղղակի ճարահատյալ են ուտում։ Ես հիշացնեմ ընդամենը Քադոզ Արշավի ժամանակ սա այս վիճակների մեջ էր ու միտինգներից գոռում էր, ես ձեզանից մեկն եմ, ես ուտում եմ ինչ որ դուք եք ուտում։ Ես ձեզանից մեկն եմ։ Իսկ քանի որ արդեն ինքը իշխանությունը զավթել է, կարող ասի գիտեք ինչ, ես այդ աճեցած ձուկը չեմ ուտում, դուք կերեք։ Ես արդեն ձեզանից մեկի չէ, դուք կերեք, ընդ որում, ասում է իր մասսային, երևի դա իրավունք ունի, այո, ինքը իրավունք ունի այդ մասսային, ու ես վստահ եմ այդ առնվազն 3-400,000 ձայն տվածներ են, որ տվել են, դրանցից ոչ բոլորն են կարողանում ամիսը գոնե մեկ անգամ ձուկ ուտել, ես վստահ եմ, էլի, բայց ինքը ասում է, հենց այն նույնիսկ կերացի ես չեմ ուտում, երևի Ալիևը հատուկ թռիչքներով, եւ խավիարը, եւ թալմասետրինան, բալիկը, մի խոսքով թալ ձկներ ուղարկում է Նիկոլ Փաշինյանին, կամ չգիտեմ, կարող այլ հատուկ ռեյս կա, ասենք Ամերիկայում ամենաթանկ ձկներից մեկը դա վայրի այդ սալմոնն է, կարմիր ձուկն է, չգիտեմ ոնց են ասում ռուսերեն, կարծեմ սյոնգան Ռուսաստանում այդ մեծ կարմիր ձուկը, բայց վայրի, որ աճում է, ասենք հյուսիսային օվկիանոսում, ասենք այդ հյուսիսային տեղերում, Նորվեգիայի կողմերը, Նորվեգիան, դե լավ ձկներ կան։ Երևի տեղից էլ են իրան ձուկ բերում, չգիտեմ, բայց այս բնորոշումը, որ ինքը չի ուտում, այսինքն դա աղբա, այսինքն դա ապահով չի, բայց ռուսներ դուք կերեք, ընտրողներ դուք կերեք, հիմա վաղը պատկերացնում եք այս կարգախոսը, այս որակումը մի օր կարող է վերցնեն ու օգտագործեն հայկական ապրանքի դեմ։ Կոնյակ չեմ խմում, լավը չի, ձուկ չեմ ուտում, վտանգավոր է, դեպի միրգերն էլ թույնավոր է։ Եվ հայկական ապրանքները, ձուկը, կոնյակը, մրգերը, ամեն ինչ, իրենք դառնում են անմրցունակ, որովհետև ցանկացած մի կոնկուրենտ ֆիրմա կարա վերցնի սա խոսքերը, որտեղ որ պետքա ցույց տա, ասելսիկ, սրանք նույնիսկ իրենց երկրում չեն ուտում իրենց ապրանքը։ Դուք ո՞նց եք, ասենք, որոշում, որ կարելի է այս առավային ցանց վերցնել։ Չէ՞ կոնկուրենցիայի մեջ ամեն ինչ հնարավոր է։
Եվ իրանք չեն ասելու իմ կարծիքը իրանք հղում են անելու այդ նույն պետության վարչապետի խոսքերին։ Հիշում եք, մեր զինվորներին բնութագրելու ժամանակ ադրբեջանցիները վերցնում էին Աննա Հակոբյանի այն բնորոշմանը, որ 11,000 մենք բան ենք ունեցել, դիզերտիր ենք ունեցել, այսինքն մարդիկ, որոնք լքել են իրենց դասալիք ենք ունեցել, լքել են իրենց դիրքերը։ Մենք հիմա դրա մասին կխոսանք անշուշտ։ Բայց սա ինչ է ասում այս հայտարարությամբ։ Գնացեք ձեր գլխի ճարը տեսեք։ Դուք եք մեղավոր, որ ձեր ապրանքը անորակ է, դուք եք մեղավոր, ասել այդ մասին հանգիստ, դուք եք մեղավոր, որ չեք դիվերսիֆիկացրել ձեր շուկաները, հա, ձուկ արտադրողը պետք է առևտրային պայմանագիր կնքեր տարբեր երկրների հետ, ներկայացություններ բացել այդ երկրներում, հա, մի խոսքով։ Հիշեք ընկերներ, վաղը ինչ որ եղավ, վերադառնալու է իր կարգախոսին։ Դուք եք մեղավոր ամեն ինչում, այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում։ Այդ չընտրեիք, ու մասամբ ինքը ճիշտ է։ Դուք անմեղ կլինեիք Նիկոլ Փաշինյան ընտրողներ, եթե սա առաջի դեպքը լիներ, բայց կար նախադեպ, եւ էլի ինչ որ մի մասը գնաց ան ձեռ տվեց, ձայները տվեց։ Ես այս մասին կարճ բան է արել, ռոլիկ է արել։ Մոտավորապես այս տոնի մեջ առանց վիրավորելու ոչ մեկին առանձն արել էր, ինքը հայտարարել է սրա մասին, այսքանից հետո դու գնացիք ձայն տվեցիք։ Ընդ որում, այս ձայն տվածների մեջ կարան լինեն հանգիստ մարդիկ, որ իրենք վաղուց ձուկ չեն կերել։ Ձուկը էժան հացու չի անում ներքում։ Բայց ինչպես միշտ ցանկացած մի բան, որը չի անպատասխանում Նիկոլին գովաբանելու ռետորիկայի հետ, հայօրյանքներ, անեծքներ, հասկանում ես, որ ինչ որ մի շերտ կա, որը այնքան բանա ձգտում է ինքնասպանության, այնքան մի երանելի վիճակի մեջ է իրան պատկերացնում, սրա հետևանքներն ինչ է լինելու, որ դու իրան ոչ մի բանով չես կարող խանգարել։ Դրա համար եմ ասում, ամբողի հետ գործ չունեք, դրան վերադաստիարակելու ցանկացած process աշխատելու է ի վնաս ձեզ։ Ավելի շուտ դուք կոտրվեք այդ արանքում, քան դուք ամբողին տալպա։ Դուք փորձեք ինչ-որ մի բան բացատրել։ Եվ այդ իներցիան էլ դուք չեք կարող կոտրել։ Չեք կարող, իրանք չեն ուզում։ Իրանց մոտ ամեն ինչ փակած է, աշկ, բնազդ, ամեն ինչ ականջ, բանականություն, ամեն ինչ փակած է։ Մի հատ հայոյանքն է աշխատում։ Ընդ որում այդ հայոյանքը մենակ հերվից, ոչ թե վիզուալ, էլի։ Այդ դեմարդեմ չի, էլի խոսակցությունը։ Որին մեծ տեղատալի Փաշինյանը, որոնց նաև վճարում է դրանց համար։ Գնանք առաջ։ Բանակում ինչ են զինվորները ինքնասպանություն։ Գիտեք, մեր բանակում ինչ են զինվորները ինքնասպանություն գործում։ Բա։ Երեք հիմնական պատճառ կա։ Պատճառներից մեկը խաղադրույքներ կատարել, պարտքերի տակ ընկնել եւ պարտքը չկարողանալ փակել։ Չէ, բան չէ հնարավորությունը տրված։ Ինչի է Հայաստանում ամենաշատ այդ բիզնեսը ծախքում։ Գիտեք, քանի 1000% աճ է բիզնեսը, ես այս մասին առանձին հարթում եմ արել։ Ու ինքը նայում է մարդկանց աչքին, դրագրողների աչքին։ Իբր ինքը անդիմադիր падգամավոր է եւ ընդհանուր ոչ մի բան չունի, ոչ բանակի հետ, ոչ այդ բիզնեսի հետ, ոչ այդ հնարավորությունների։ Ինքը փաստացի խոստովանում է, որ բանակում ծառայող երեխային ինքը on-line խաղադրույքներ է կատարում եւ դրա համար ինքնասպան է լինում։ Ու ինքը դրա հետ ոչ մի պատասխանատվություն չունի։ Հա, մի զարմացեք, իր համար ոչ մի պատասխանատվություն ինքը ոչ մի պարագայում, ոչ մի գործողության համար չունի։ Նույնը իրան ընտրողներն են, հասկացեք։ Իրանք սան հենց տենց էլ վերաբերվում են։ Ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը զինվորի խաղադրույք կատարելու համար եւ ինքնասպան լինելու համար։ Ոչ մի կապ։ Մի զարմացեք, ժողովուրդ ջան։ Դա այդ տեսակն է։ Այդ տեսակը ոչ մի բանի հետ հոգևոր, մտավոր ոչ մի կապ չունի։ Հիմա մի բան կա, Փաշինյան Նիկոլը ճիշտ է ամեն դեպքում։ Տեսնենք էլ ինչ պատճառ կա դրա համար։ Մենք դե յուրե միջոցներ ենք ձեռնարկել, որ
նաև արգելվի ծառայության մեջ գտնվողներին, բայց այդ համակարգը դեր ներդրման մեջ է, Եվ միջոցներ են ձեռնարկել, որ դա արգելվի, այդ համակարգը դեռ ներդրման մեջ ինչ համակարգ։ Ինչ համակարգ, այդ բիզնեսը վաղուց պետք չլիներ Հայաստանում։ Դեռ 5 տարի առաջ ձեր նախընտրական շրջանում խոստումների մեջ դա էր, որ դա պետք է վերանա ընդհանրապես։ Այդ համակարգը դեռ ներդրման մեջ է, ինքը կարա սենց սուտ ասի ու նայի բոլոր երեսին, ինքը դրա այդ խնդիր չունի։ Այս մարդը ամոթ չգիտե զգացմունքը ինչ է։ Ու ամենավատը գիտեք որն է, որ սա նորմալ է, ինչ որ մի շերտի համար։ Տեսնենք էլ ինչ կա պատճառը հետագա։ բայց ես ձեզ ասեմ նաև, որ այս սրա մասին ես գիտեմ Կոշի գաղութում գտնված լինելու ժամանակաշրջանից պարտադիր չի, որ դու քո հեռախոսով բան անես, խաղադրույք կատարես, կան բաներ, ստվերային դիլերներ, որոնք հեռախոսով խոսքի վրա խաղադրույքներ կատարում են, հետո բան են անում։ Այսինքն նույնիսկ եթե հեռախոս չլինի, խաղադրույք Մի խոսքով ինքը քաղաքացիական կամքում կա, ինքը հիմա այդ ամեն ինչը տանելու է դնի բանակում, որ բանակում ինքնասպանությունները հենց դրա հետ է կապված։ Բանակը կապ չունի ստե, հրամանատարը կապ չունի, մարդուն ծեծելով գցել են հիվանդանոց, ծեծելով, սպանած։ Այդ ուժ բան չի երևում, այդտեղ հոգեկան հիվանդության աստիճան հասցրած, ստրեսի մեջ հասցրած, մարդ որ չի կարողանում կանգնի, ունակ չի, բայց սա խոսել ուրիշ բանի մասին։ Իրա նախերին սա չի հետաքրքրում, կարևորը սա ինչ-որ մի բան ասի դրա դիմաց։ Հետո եթե հաղթել ես, քո հաղթածը տալիս են, բայց եթե պարտվել ես, հազար ներողություն այդ բառի համար, ստանում են բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքնասպանության պատճառներից մեկը սա է։ Երկրորդը ընտանեկան կամ անձնական խնդիրները։ Շե բանակը կապ Որ չունի։ քաղաքացիական կյանքում իրանց Էլ բանակը ստե ոչ մի կապ չունի։ Ամեն ինչ կապված է ուրիշ բանի հետ, ուրիշ տեղերի հետ, ուրիշ խնդիրների հետ։ Բանակը ստե ոչ մի կապ չունի։ Գիտեք ինչի՞։ Որովհետև չի ասելու մենք խնդիրներ ունենք բանակում։ ինչ հարաբերություններում։ Ինչ որ հարաբերություններում խնդիրներ ունի, դրա համար հրամանատարները ծեծելով սպանում են մարդկանց, զինվորներին, հասկացաք։ Հասկացաք, կոնկրետ դեպք է, ես այս պատահական չեմ ասում։ Ես որ գնացել եմ ջերմուկ, ինքը ահավոր ծեծի ենթարկված չի եղել, ուղղակի իր այդ այտերի մի մասը փոքր այտուցված էր, ու այդ դեմքի միմիկաներն էլ փոփոխված եղել, պատկերացնեք, այտուցված փոփոխված։ Որ տեսա մի քիչ տենց այտեր ուղղածել, ասում եմ, քեզ ծեծել են երևի, հաստատ։ Իսկ ինչ է ասել երեխեն։ Շարունակել է բողոքել երեխեն, որ լավ չի, առողջություն լավ չի, չի կարողանում քնել։ Ինքը մենտալ արդեն խնդիր ունի այնքան ծեծ է։ Գիշերը ձայներ է լսում։ Այդ երախուն հասցել են հոգեկան խանգարման։ Ասում են, ես էլ չեմ կարող այդ չաստ գնամ, մամա ջան, ես չեմ ուզում, չեմ կարող այդտեղ գնամ, մի բան արա, որ ես էլ չաստ չգնամ, ուրիշ զորամաս կգնամ։ Եթե վիճակս ների, բայց այնտեղ չեմ ուզում գնամ։ Չեմ կարող։ Ժամկետային զինծառայողը այժմ կանազի զինվորական հոսպիտալում է, բայց ոչ թե ծեծի, այլ առողջական խնդիրների պատճառով։ Հոգեկան խնդիրներ ունի, խախտվել է արդեն։ Մի այլ զինծառայող չի կարողանում նույնիսկ 1 կիլոգրամ բան բարձրացնել։ 1 կիլոգրամ, բայց առանց բուժելու հետ են ուղարկել։ 1 կիլոգրամ։ Այնքան է այդ հոգեկանը, ֆիզիկականը մաշվել։ Այդ վիճակին է։ Բայց Նիկոլ Փաշինյանի համար դա կապված է կամ խաղադրույքների հետ, կամ ինքը անձնական խնդիրներ ունի դուրսը։ Ինքը ոչ մի բանով այդ բանակը ոչ մի բանում եղավ չի։ Ինչ կարող է ստանալ մի մարդուց, որ մի ամբողջ 44 օրյա պատերազմ կազմակերպեց, սպանեց, հետո ասեց դիտավորյալ են կարել, գիտակցաբան են կարել, որ ասեց ես ինչ մեղավոր եմ դրանում։ Ինքը արել է, բայց ինքը մեղավոր չի։ Դուք ինչ կարաք այդպես բանից ստանաք։ Եվ այսօր հետաքրքիր մի միտք է վերջապես ձևակերպեց, որ Հայաստանում, որ սոցիալական հարցում հասկացնեն, կարող է պարզվի, որ Հայաստանի տղաների ենթադրեք X% ճուտ է, ճուտո։ Վերջապես հասկացանք իր նախիրի ոնց կարելի է նաև ասել, ճուտ։
Որովհետև եթե մարդ պատասխանատվության զգացում չունի, հենց ինչ ճուտ է։ Եթե մարդ վախից պատրաստ է ամեն ինչ հանձնի, ամեն ինչ հետ համաձայնվի, ամեն ինչի հետ ստորանա, ուրանա իր երեխեքին, իր կորուստները, փախնի, մտնի ծակերը, դա իհարկե դա ճտի պահվածք է հենց։ Վերջապես հասկացանք սրանց ոնց կարելի է կոչել, ասենք, բացի այն իմ չսիրած բառերը, անենք ժեղ, բիոզանգված, բան, նախիր, ավելի գրական բան կա, բառ կա, ինքն էլ ձևակերպեց իր ընտրազանգվածին։ Այո, X քանակությամբ, X% իմ գնահատմամբ ցավոք 25-ից 30% մենք ճուտ ունենք։ 20 պլյուս այն ահաբեկվածները, որոնք ասենք պատերազմ չլինելու համար, վախից էդ էլ է, չէ՞, ճուտ լինելու նշան։ Վախից սրանց են ընդրել։ Դե հիմա գնացեք, ոնց ուզում եք ապացուցեք, որ դուք ճուտ չեք։ Ձևակերպեց ձեր նախրապետը, ձեր բովանդակությունը։ Մազում Սամվելին ասեմ։ Որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում։ Միանում եմ Աննա Հակոբյանի կոչին, ու քանի որ հայ ազգը մեր բոլորի համար մի մեծ ընտանիք է, ապա կոչ եմ անում Աննա Հակոբյանին նախ եւ առաջ զբաղվել մեր քրոջ Անուշ Ապետյանի իրավունքներով, ով 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվեց անմարդկային խոշտանգումների։ Տիկին Հակոբյան, կոչ եմ անում ձեզ այս հարցը հասցնել միջազգային ամենաբարձր ատյաններ ու հետամուտ լինել, որպեսզի այս գործը ի վերջո հասնի իր հանգուրց խլուծմանը ու արդարադատությունը հաղթանակի։ Ես կարծում եմ, որ սա ձեզ համար շատ լավ առիթ է ցույց տալու համար, որ դուք ձեր մղումների մեջ իսկապես ազնիվ եք ու չեք հետապնդում այլևայլ մութ եւ անհասկանալի նպատակներ։ Սա այն հարցն է, որով դուք իսկապես կարող եք համերաշխություն մտցնել հասարակության մեջ ու իսկապես կարող եք ապացուցել։ Հիշեցնեմ, Անուշ Ապետյանին անդամահատել էին, մատերը կտրել էին, մնացածը չեմ ուզում ասել։ YouTube-ը կարող ուղղակի չպատկերացնի, որ դա հնարավոր է մարդկանց հետ անել։ Եվ այս ամեն ինչը ընդունեց, կուլ տվեց, ասես նորմալ է։ Սրանից հետո կարելի է էլի բաներ զիջել, կարելի է գնալ բարեկամության, ինչ որ X%, այո, ճուտ X%, որը խնդիր չունի որևէ նվաստացման, որևէ process-ի հետ, ասենքն չունի, էլի ոչ մի արժանապատվություն չունի, ինքը ամեն ինչ ընդունում է ու խոնարհվում է ամեն ինչի առաջ։ Հանկարծ չդիմադրի որևէ հարցում Ալիևին։ Այդ X% ճուտերի մասին է խոսքը։ Իրանց ինչ Անուշի դեպքը։ Սա ընդհանրապես մի էպիզոդ է։ Տեսենք էլ ինչ կա։ Ես ընդհանրապես մի բան կարդամ։ Լիլիթ Կիրնոսյանն է գրում։ Ասում դուք երևի արդեն ամեն ինչ մոռացել եք, բայց մի քանի բան ես դες կհիշեցնեմ ամեն դեպքում, էլի այդ ուտերին, Փաշինյան Նիկոլան թողներին, թողելի լցվեն տակը, էլի բացեն իրանց մի խոսքով ինչ որ բացում են։ 5 տարի անցել այն օրվանից եւ սկսեց շարաբաստիկ պատերազմը, սա մի տարի առաջ է դրել։ Այս տարիների ընթացքում մենք շատ տեղեկատվություն ենք լսել, բայց նույնիսկ ամենագիտակայերը մինչև վերջ չհասկացան իրական ճշմարտությունը։ Իհարկե չեն կարող պատկերացնել հրեշավոր դավաճանության մասշտաբները։ 90%-ը փորձում է փախչել իրականությունից, ես դա հասկանում եմ, մարդիկ շատ ժամանակ չեն դիմանում եւ փակում են ինֆորմացիայի դռները, բայց դա չի ազատում վտանգներից։ Հիշեցնում եք, նախապատրաստություն ու դավաճանություն դեռ 20 թվականի հուլիսին պարզ էր, որ պատերազմը սկսվելու է աշնանը։ Ջալալ Հարությունյանը հրամայել էր վերադասավորվել, բայց մատաղիսի դիրքերում դա չարվեց։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը իմանալով վերահաս պատերազմի մասին մեկնեց Եվրոպա մասնավոր միջոցառման ու ինքն է ասել, որ գիտեին, որովհետև դեռ օգոստոս ամսից ռեգուլյար F-16-երը թռնում են Ադրբեջան եւ Ռուսաստանը չթողեց մենք դրանց աչքել ենք կոնտրոլի տակ։ Պատերազմի ողջ ընթացքում նա հարբած շրջում էր Մեղրիի ռեստորաններում։ Արցախի հոպի 90%-ը առաջին օրերին ոչնչացվեց, որտեղ 30 տարի հատկացված գումարները գրպանվել են եւ ամեն ինչ միայն թղթի վրա է։ Հարձակումից ուղիղ 3-4 օր առաջ արդեն Արայք Հարությունյանն այդ ամեն ինչի մասին գիտեր։ Առնվազն ես գիտեմ, որ դա գիտեր 3-4 օր առաջ։ Եվ ոչ հոպի տեղաշարժը, ոչ փոխվելա,
ոչ մի բան, ասկե ոչ մի բան չեն տեղաշարժել, որ եղած ինֆորմացիան իրանց մոտ սխալ դուրս գա։ Գիտեն, որ արձակվելու են, բնականաբար ռազվեդկով գիտեն, հոպա որտեղ է կանգնած։ Չէին տեղաշարժել։ Եվ ամբողջ պատերազմի ընթացքում տենց էլ եղավ։ Գեներալներն ու հերոսները Վիտալի Բալասանյանը գողանում է Սփյուռքից ուղղված ջերմատեսերը։ Այո, մենք գիտենք, Արթուր Աղաբեկյանը ու Միքայել Արզումանյանը խոճապ էին տարածում եւ օգնում թշնամին։ Ոչ միայն։ Արթուր Աղաբեկյանը, Արեգ Հարությունյանը, բոլոր իրենց տեխնիկաներն էին նախորոք հանել այդ բոլոր տեղերից, հադրութից ու տեղափոխել էին։ Հադրութիկ եւ այն տեղերից, որոնք պետքա այդ ընթացքում տրվեին ադրբեջանցիներին, հանել եւ տեղափոխել էին Ստեփանակերտ նախնական, որ հետո ընդերից անվտանգ տեղափոխեին Հայաստան։ Ավտոմատը ձեռքին գոնե մեկ ժամ չեն կռվել, Սամվել Բաբայանը ոնց կռվեր, ինքը Աննայի հետ հետևում էր, որ դավաճանությունը կետ առ կետ իրականացվի։ Վիտալի Բալասանյանը, որ հիմա հանգիստ Երևանի տարածքներն է զավթում, հա։ Արթուր Աղաբեկյանը խնդիր չունի, Սամվել Շահրամանյանը էլի խնդիր չունի Հայաստան, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Օգանովսկին, Կամո Աղաջանյանը, Արշավի Ղարդամյանը, մեր մյուս կեղծ գեներալները։ Ոչ մի պաշտոնյայի, ասել, գեներալի կամ մեծահարուստի որդի չի կռվել, բժիշկների 99% իրենց որդիներին դուրս էին արդեն բերել Արցախից։ Թալան, սուտ դավաճանություն, Հադրութի Շուշի, տարիներ առաջ գաղտնի ճանապարհը բացվել, Կամո Աղաջանյանի աղբոր, Կամո Աղաջյանի ձեռքով էլ բացվել է, ծառերը հանվել են, բուլդոզերը բացել է, հենց թուրքերի համար։ Փայտ գողանալու համար ընթացքում նաև, հա։ Ինչին էլ պատերազմի ժամանակ օգնեց ադրբեջանցիներին ավելի արագ հասնել Շուշի։ Արա Աբրահամյանը, այն Ռուսաստանի միության նախագահ հայերի, հայից հավաքեց մոտ $50 միլիոն եւ պատերազմից անմիջապես հետո փախավ ԱՄՆ, տեղափոխեց գումարը։ Համայնքներից ու հիմնադրամներից հավաքվեց գումարը 99% գողացվել է։ Հայաստանում դա փոխանցվեց միանգամից պատկերավճարի տեսքով կառավարությանը։ Պատերազմի ընթացքում 3900 զոհից 40%-ը դիտավորյալ կամ կանխամտածված սպանվել են Արցախի գեներալների, սպաների, քիլերների կողմից Հայաստանում իշխանափոխություն անելու նպատակով։ Դե ինչքանով է սա ճշմարիտ չգիտեմ, բայց որ 40% ավելի դիտավորյալ սպանվել են ուղակի, մենք այդ կազերն ունենք, նույնիսկ ոստիկաններին բրախել էին բաց երկնտակ, առանց կապի, առանց հրամանատարի, առանց քարտեզերի, ոչ մի բան։ Բաց երկնտակ բարակդարներին որպես թիրախ։ Ընդ որում հիշեցնեմ, որ բոլոր զինակոչիկները, կամավորները տեղափոխվում էին գունավոր ավտոբուսներով, հենց այդպես էլ դառնում էին թիրախ։ Եվ Երևանից եւ բոլոր շրջաններից։ Հիշեք, հայ զինվորը կռվում էր եւ Ադրբեջանի, եւ Արցախի իշխանությունների, եւ հայ զինվորը կռվում էր առաջնային թուրքերի, ադրբեջանցիների, իսրայելցիների, սիրիացի վարձկանների, հետո կռվում էր Արցախի գեներալների, քաղաքական ղեկավարությունների, Հայաստանի գեներալների, Հայաստանի քաղաքական ղեկավարությունների դեմ։ Զինվորը մենակ էր բոլոր ուղղություններով։ Այդքանով հանդերձ ինքը կարողացավ անթիվ անհամար ադրբեջանցի սատկացնել զինտեխնիկայով հանդերձ եւ 44 օր դիմաճել։ Հիմա լսենք մի փոքրիկ հատված, ես ձեզ խորհուրդ եմ տալի, կոչ եմ անում անպայման հետքի այս հաղորդումը լսել, կոչվում է Ինչու պարտվեցին 44 օրյա պատերազմում։ Դուք չեք դիման այսքան փաստերին։ Ես խոստանում եմ քիչ դոզաներով ձեզ մատուցել։ Պատերազմի առաջին շաբաթը մեր զորքերը դիմադրում էին եւ ամուր կանգնած էին։ Ինչ եղավ, երբ որ այդ ճակատը, այսպես ասած, կազմաքանդվեց։ Հիմա դու դա հարցնում ես, որ ես որպես լրագրող պատասխանեմ, թե որպես, չգիտեմ, մի քիչ գործից հասկացող մարդ, որտեվ պատերազմից հետո ես գրեցի տենց մի կարճ հոդված, ինձ համար պարզ էր, թե ինչի ենք մենք պարտվել, եւ գրեցի, որ կառավարում չկար։ Եվ հիմնական պատճառը դա էր, որ բանակը չէր կառավարում։ Այդ դատական գործերի մասին հիշեցի։
Բանակը չէր կառավարում, դա հանցագործություն է։ Դա հանցագործություն է։ Դու պատերազմ ունես լուրջ, ու դու չես կառավարում պատերազմը։ Այսինքն դու թողել ես, որ զորքդ կոտորվի։ Ոչ մեկ մեղավոր չի դրանով։ Իմիջիայլոց մի քանի դատական գործերով նաև հարցաքննվել է Կամո Վարդանյանը։ Երբ որ նրա ցուցմունքները նայում ես, նրա պատասխանները, հիմնականում ասում եմ, չեմ հիշում, այդ պահին այնտեղ չեմ եղել։ Զարմանալի է, որտեղ բոլոր գործողությունների տակ որպես շտաբի պետ ինքը պետքա ստորագրեր, այսինքն ինքը բոլոր մանրամասներին պետքա իմանա։ Հիմա որ ինձ ինչ որ բաներ հարցնեն մարտական գործողություններից, որոնց ես մասնակցել եմ կամ եղել եմ, ես դետալներով կնկարագրեմ, այդ պահին ով ինչ էր անում, ով առաջինը կրակեց։ Հիմա բանակի շտաբի պետը չի հիշում գործողությունները, ամենակարևոր գործողությունների մասին ինքը մանրամասներ չի իմանում։ Ասենք չի իմանում, թե ինչի տանկերը 100 կիլոմետր քշելուց հետո պետքա հետ գան եւ լիցքավորվեն ու գնան մարտական գործողություն, Ջաբրայելի գործողությունների մասին է։ Ու այդքան քշելուց հետո նրանք պետքա գնան գործողությունների։ Այսինքն այդ գործողությունը չպետք էր ստորագրվեր, այսինքն չպետք էր իրականացվեր, որովհետեւ այդ բաներ, այդ մանրուքները հաշվի առած չէր։ Հետո հաշվի չեն առել բանակի բարեհոգեբանական վիճակը։ Չգիտեմ, այդ դրա համար եմ ասում, մենք մտել ենք հիմա միտեղ, որտեղ ամեն ինչի մասին պետք է մանրամասն խոսվի, բայց մենք չենք հասցնի այդպես խոսել։ Ինչու ճեղքեց Ջաբրայելի առաջին շաբաթը դիմադրում էին, նորմալ դիմադրություն է, ճիշտ է, զոհեր չկար, չհամալրված էր գումարտակում, հիմա գումարտակը չգիտեմ, չհամալրված էր այդ գումարտակում այնքան մարդ չկար, որ պետք է լիներ։ Երբ որ վիրավորվում էին կամ զոհվում էին, նրանց տեղը դատարկ էր մնում։ Ես ձեզ հիշեցնեմ, պատերազմից 3-4 օր հետո Փաշինյան Նիկոլը դադարեցրել է համալրումը։ Հրամանով դադարեցրել է համալրումը, որ ոչ մի կորուս չվերականգնվի։ Քանդվի ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանն ընտրողն է, դուք հասկանում եք, դուք հանցագործ եք։ Հանցագործ, դուք պատերազմական հանցագործ եք, մարդկության դեմ, հայ մարդու դեմ, ձեզ ներում չկա, որովհետև այս ամեն ինչը դուք գիտեք, չկար ասել չգիտեք։ Հիմա իմացաք, դե ինքնասպան եք։ Դե ձեզ վնաս տվեք, վերցեք մի բան խփեք գլխին, նկարեք, դդեք, ասեք ես չգիտեի, Վարդան Հակոբյանից կամ չգիտեմ, հետքից իմացա, հա, իմացա, որ ես բան ա եղել, ես այսքանից հետո իրան ընտրել եմ, ուրեմն ես արժան եմ, որ ինքս ինձ վնաս տամ։ Ձեզ ներում չկա։ Դուք ձեզ պիտի պատժեք։ Եթե ուզում եք ավելի մեծ պատժից խուսափեք։ Եվ նրանք չէին կարող, ասենք մի շաբաթ առավոտից գիշեր մարտական գործողություններ անեն, պլանա լինում, հա, գործողություններ էին անում։ Մի շաբաթ մարտական գործողությունների մեջ են եւ իրանք չէին կարող դիմանալ։ Այդ զորքին պետքա հետ քաշես, որ հանգստանան, նրանց պետքա փոխարինեն։ Այնքան վատ էր ամեն ինչ կազմակերպված, որ տենց ճեղքում եղավ։ Դա ընդամենը մի էպիզոդ է։ Դա ընդամենը մի էպիզոդ է։ Ես այս հաղորդումը ես չեմ կարողանում։ Գիտեք քանի օր նայում եմ։ 10-15 րոպե նայում եմ, բառապաշարը սպառվում է հայոյանքների, ադբո եմ տալիս, բայց հետո գիտեմ, որ պետք է ամեն ինչ նայվի, պետք է նայել, բայց համբերությունը չի երեքում, դավաճանություններ, այսքան իմանալով հանդերձ, ասենք, ես չի որ մենք ոչ մի բան չգիտենք, բայց այս ամեն ինչը վերհիշել, վերապրել, ու մեկ էլ իմանալ, որ սաների ձեն են տվել, չի տեղավորվում իմ մոտ, հասկանում եք, ես չեմ կարողանում դեռ դա տեղավորել, ես գիտեմ, որ դա եղել է, ես չեմ կարողանում տեղավորել։ Ու այսքանից հետո $486,000 վարչաֆեստի համար պետք է տրամադրվի։ Հայաստանում առևտուր չկա, Հայաստանի տնտեսությունը սատկում է, կներեք արտահայտությանս համար, ձկնարտադրողներ կլինեն, միրգ արտադրողներ կլինի, կոնյակ, գինի, ինչ ուզում ա լինի, ամեն ինչ կանգնել է, մեռնում է, բայց վարչաֆեստ պետք է անի, $486,000 պետք է լափվի, որովհետև այս ֆեստի համար, այս վարչաֆեստի, այս 486-ից կարող մաքսիմում 86-ը ծախսվի, այն 400,000-ը պետք է լափել, ընդ որում փող ոչ չկա, բայց պետք է լափել, այն տարվա մյուս մասը ոնց պետք է ապրենք, պետությունը ոնց պետք է լինի, սա համար էական չի, հենց հիմա կանխիկ պետք է գումարը ուտվի, ու վերջ։ Դուք գիտեք Հայաստանի պարտքի ինչ տոկոսով են տալիս։ Սա մի փաստ է, որ ցանկացած
ուղեղ ունեցող Նիկոլ ընտրողի համար պետք է ինքնասպանության թեմա լինի, չնայած որ ուղեղ ունենալ ոնց կարող է Նիկոլ ընտրել։ Լավ ասեմ։ Հայաստանի արտաքին պարտքը սպասարկում է 7.5%-ով տարեկան։ Այդտենց տոկոսով ոչ մի երկրի պարտք չեն տալիս։ Դա գիտեք ինչի մասին է խոսքը։ Որ Հայաստանը արդեն դիտարկվում է ամենավտանգավոր շեմը անցած երկիր։ Ամենավտանգավոր շեմը վստահության։ Այն շեմը անցել է արդեն, Հայաստանը գոյություն չունի։ Որովհետև միջպետական պարտքերը, այս գումաները որ տրվում է, տալիս են 0-ի մոտ տոկոսներով, 0-ից 2։ Դա նորմալ երկրներին։ Համաշխարհային բանկը այդքան տենց է տալի գումարները։ Վտանգավոր գոտում, տեսեք, վտանգավոր գոտում գտնվող երկրները ըստ վտանգի աստիճանի 2-ից 5, սա միջազգային ստանդարտներ է։ Ես ոչինչ չեմ հորինում։ Տեսեք, ասեմ 0 կարա լինի, 0.5 կարա լինի, 0.5, 1%, 2% ամենաշատը։ Այդ արդեն մի քիչ կասկածելի երկրների գալիս է 2-ից մինչև 5, որը խայտարակ արդեն մեծ թիվ է։ Հայաստանին տվել է 7.5։ Տարեկան 1 միլիարդ դոլար մենակ Հայաստանի արտաքին պարտքն է։ Սպասարկելը անցը 1 միլիարդից ավել է տարեկան սպասարկման վարձերը։ Որովհետև սա է ղեկավարում երկիրը։ Սա որ ոչ մի բան չխոսանք, որ ոչ մի բան, այս թիվը իր ամբողջ կառավարության համար գնդակահարելու թեմա է։ Չքած ունեմ իրանց թվերն ինչ են նկատում, թե ինչքան իրանք լավն են, թե ու մեծ ինչ են պայմանավորվել, լսեք, 7.5%, եթե քեզ այդ տոկոսով են տալի, նշանակում է իրանք քո նկարած թվերին թքած ունենան, իրանք նայում են քո ռեալ հնան, ինչ ես դու իրականում կուտակում, գեներացնում, ինչքանով է այդ տված վարկը ապահով քեզ տալու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եթե անհատը գնա տան համար վարկ վերցնի, դա այստեղ մոտապես 6-6.5% է, մինչև 7 ամենաշատը, հա։ 7.5% միջպետականն է։ Ես վստահ եմ Եվրոպայում ավելի ցածր է։ Անհատ է, որ գնա պետությունից վարկ վերցնի։ Պետությունից վարկ ինքը չի կարողանում վերցնի, պետության մեջ գործող մասնավոր բանկից է վերցնում։ Մասնավոր բանկ, այսինքն կա համաշխարհային բանկ, տալիս է մասնավոր բանկի, մասնավոր բանկն էլ տալիս է քաղաքացուն։ Պետությունների մեջ մասնավոր սեկտորը չկա, մասնավոր բանկ չկա, նույնիսկ համաշխարհային բանկը առանց մասնավոր սեկտորի պոտենցիալ միջ այդ շահի էլի 7.5% գնահատել Հայաստանում։ Սա ասում եմ բոլոր էկոնոմիկայի նախարարներին, բոլոր վարչապետներին, բոլոր փոխվարչապետերին, սա գնդակահարելու թեմա է։ Բայց ում սա բացատրես։ Ում։ Նիկոլ ընտրողին դες թվեր ինչ է ասում։ Ոչ մի բան։ Իր համար ընդհանրապես միևնույն է էդի։ Իր համար դա չափանիշ չի, ոչ պատերազմի դավաճանությունն է չափանիշ, ոչ զինվորների սպանդը։ Բանակը 3 անգամ պակասել է։ 3 անգամ պակասել է։ Բայց չնայած դրան 30 սպանված 7 ամսվա մեջ։ Այսինքն եթե չպակասել մնալ նույն բանի մեջ, նույն թվով, համեմատաբար կարող լիներ 90 սպանված խաղաղ ժամանակներում 90 սպանված ու դա դուք սա կոչում եք խաղաղություն, խաղաղ պայմաններ, սա կոչում եք բանակ, սա սպանող մեխանիզմ է։ Բայց եթե մեկը իր երեխուն չտա, կասեն, օ, իր երեխին չգնա սառայեց բանակ։ Իսկ դուք ով եք սրանց ցենտավորներ։ Ով եւ մարդկային, եւ բարոյական, եւ ինտելեկտուալ, եւ պատասխանատվության իմաստով, եւ, չգիտեմ, էսթետիկական իմաստով, դուք ով եք։ Չկա տենց տեսակ։ Մանկատան տանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է հասադուլի մեջ է։ Հայրը պահանջում է իր երեխուն վերադարձնել։ Տեսեք, այս խայտարակ պատմությունը։ Այս երեխեքա հիմա ծայրահեղ վիճակում չեմ կարող ես իմ հարազատ երեխային, տղա երեխային հանեմ այդ հասադուլի տեղից
Բանտում 52 օր հացադուլի մեջ գտնվելու հետևանքով գրեթե 20 կիլոգրամ նիհարած Հայկ Ստեփանյանը այսօր էլ իր անչափահաս որդու հայտարարած հացադուլի դեմ է պայքարում։ Պատկան մարմիններին խնդրելով իրեն վերադարձնել, ամիսներ շարունակ մանկատանը գտնվող իր երեխաներին։ Երեխայի հետ խոսում եմ, ասում եմ, պապա, քեզ շատ եմ սիրում, բայց չեմ պատրաստվում դուրս գամ, թող ինչ լնում է իմ հետ լինի, հանուն քրոջս, ես իմ անչափահաս քրոջը փրկեմ, ասում եմ, գոնե ինքը շուտ գա հասնի տուն, իմ հետ ինչ լման լինի։ Երեխեքը մանկատանն են։ Հերը բանտում է եղել հացադուլի մեջ, որ դուրս գա։ Երեխեքն էլ բանտում են, մանկատանն են հացադուլ հայտնել։ 15 տարեկան երեխան ասում է, թեկուզ ես մեռնեմ, բայց գոնե քուրս տուն գա։ Դե Նիկոլ ինչ կա իսր։ Ես այդ խապեպահությունը չեմ կարող ընդունեմ։ Ոչ մի ձև ես չեմ կարող այդ երեխային համոզեմ։ Հայկ Ստեփանյանը մեղադրելի աթոռին հայտնվել եւ անցած տարեվերջին կալանավորվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հոդվածներով։ Արդյունքում նրա խնամքին գտնվող երկու անչափահաս երեխաներին տեղափոխել են խնամքի կենտրոն։ Տղան տարվել է խնամքի կենտրոն դեկտեմբերի 16-ին 2025 թվին, երբ որ ինձ ձերբակալեցին, երեխաներին համոզել են, ասել են մի 6 օրով ենք տանում, երեխեք արխային, բերել են սկզբից Քանաքեռի մանկատուն, հետո ընդդից տեղափոխել են Կապան։ Տարել են Կապան, ասել են մի քանի օր ստե մնալու եք ձեզի բերեն։ Հոր խոսքով մի քանի օրը ձգվել եւ դարձել է 7 ամիս։ Ստեփանյանը կալանքի տակ մնացել է 6.5 ամիս, վերջին 52 օրն անցկացնելով հացադուլի մեջ։ Շատ վատ վիճակի մեջ էի ազատվելուց, չէի կարում խոսայի, դատարանի դահլիճից բաց թողեցին։ Այդ երեխաներին ինչ կարիք կա, ասեն են, հենց դու դուրս եկար, մենք երեխաներին վերադարձնենք, դու միայնակ խնամակալն ես։ Օրերա քաշում, տարբեր բաներ են խոսում, այդ երեխաները խուճապի մեջ զանգում են, բախի չեն մեզ բերում, պապա ջան, երբ կգան կարոտել են։ Ստեփանյանի խոսքով ըստ պայմանավորվածության եւ օրենքի իր ազատ արձակվելուց հետո երկու երեխաներին պետք է իր խնամքին վերադարձնեին, սակայն 2 շաբաթ է գործընթացը ձգձգում են, ինչի պատճառով 15-ամյա որդին 4 օր առաջ դիմել է ծայրահեղ քայլի, հացադուլի։ Թուղթն է կարևոր, թիմ երեխայի կյանքը, առողջությունը, թո հետ վերադարձնեն շուտ ապույտ շուտ։ Դիմեն, ես իրանց ասում եմ, երեխան մտել է 4-րդ օրը այդտեղ, դուք ոչ մի կառույցին չեք դիմել, ինչ եք դուք սպասում։ Որ ես դիմեի, հա, ես հիմա բարձրաձայնել եմ, ասում եմ, տես բան չանես, մեզի վատություն չանես։ 4 օր երեխան հացադուլի մեջ ոչ մեկ չի ասել, չեն ասել, չեն բարձրաձայնել։ Ասում դու մի ասա, որ հանկարծ մեզ վատություն չլինի։ Երկիր, հա։ Հիմա գիտեք, այս մասին իմանալուց հետո զանգելու են այդ բոլոր ականջները քաշելով անոր շոպրակտեն այդ ծառայությունից կամ պաշտոնից։ Մտնելով այդ չանցնի։ Սա Նիկոլի Հայաստանն է։ Մենք էստից կասենք, որ երեխան նորմալ է, բայց ինչ են ուզում, իմ երեխեքից ինչ են ուզում։ Հիմա գոնե թողեն շուտ գան տուն այդ երեխեքը, չտանջվեն։ Այդ երեխաներին ես եմ մեծացնում, իմ մոտն են, հարևաններն էլ են տենում, ամեն ձևի պայքարով, իրանց նորմալ պահել եմ իմ աշխատանքով։ Հիմա չեմ կարող ոչ մի ձև հետ վերադառնալ։ Ինչու երեխաները չեն վերադարձվում ծնողի խնամքին, ինչպես է իրեն զգում հացադուլի մեջ գտնվող անչափահասը, արդյոք քայլեր ձեռնարկվում են խնդրին լուծում տալու համար։ Այս հարցերը Ֆակտոր TV-ն ուղղեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նշեցին, խնդրին եւ դեպքի մանրամասներին քաջատեղյակ են, աշխատանքներ են տարվում։ Քանի որ երեխաները գտնվում են Շյունիքի մարզի երեխայի աշխատանքներ են տարվում։ Այնպես մոտապես նենց աշխատանքներ, որոնք տարվում են, որ բանակում խաղադուդուկներ չդնեն, որի պատճառով ինքնասպան չլինեն։ Այ մոտավորապես sense աշխատանքներ է տարվում։ Ամեն տեղ աշխատանքներ է տարվում, բայց սպանվողները սպանվում են։ Երեխաները 15 տարեկան երեխան, 4-րդ արդեն 5-րդ օրն է հացադուլի մեջ է։ Որիկը բաղուց պետք է ոչ կողքը լիներ քույրերի հետ։ Բայց իրանք տիպիկ քրթական։ Իրանք դեռ աշխատանքներ են տանում։ Սա է սրանց երգիրը։ Գիտեք ով է այս նկարի մեջինը, առանց նասկիների նստած Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հա, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն է։ Նարեկ Մկրտչյանը, որ աղբերը նարկոտիկով բռնել էին, վրից փափել էր ու փախել էր, իջել էր ավտոյից ու փախել էր։ Կողքինին բռնել էին, գիտեն ով է։ Միջի ոչ մի ձայն չկա։ Նարկոտրաֆիկինգով զբաղվողի աղբերը հիմա Հայաստանի ինքն էլ բնականաբար կարող է այն աղբերը ոնց որ բանը Կոնջորյանի աղբերը կարող է ինքը իր գլխուն է զբաղվում։ Կրիշյուն է սկալքի դրա համար ինչ ուզում անում է։
Չկա, ոչ մի ձայն չկա, աղբերներ այդ ժամանակ նշանակվեց Հայաստանի դեսպանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ հիմա գա, ասես բրիֆինգի նստի առանց նասկիների։ Էս է մեր երկիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա գիտեք այս ամեն ինչին ով է մեղավոր։ Հարցրեք, մի բան կասի։ Հարցրեք, մի բան կասի։ Կարևոր չի ինքը հիմնավոր կլինի իր ասածը, թե չէ, բայց անպայման մի բան կասի։ Իսկ սա Նիկոլ ընտրողների համար ոչ մի բան չի նշանակում։ Ինչ անենք։ Ազատ երկիր է։ Հա, ազատ երկիր, ամեն ինչ կարելի է։ Հա։ Որ գնացել է, էս կենթանին էր, էլի որ մտել էր բանի տունը, Թրամփի տունը։ Ու բան էր անում, սելֆի էր անում, sense նկարում էր ինքը իրան։ Հա։ Լսեք, էս ում համար որ նորմալ է, անկեղծ եմ ասում, ինքը իրավունք չունի երկիր ունենալու։ Չունի էլի։ Ու իմ էս կռիվը, էս գործը, այդ ինչ որ ես իմանում եմ, իրանց համար չի։ Ես գիտեմ, որ իրանք կան, բայց դա իրանց համար չի։ Նրանց համար է, ով արժանի է երկիր ունենալու։ Դրանք արժանի չեն երկիր ունենալու։ Ու իրանց հետ լինելու է այն, ինչին որ իրանք արժանի են։ Սիա թազախոսնակն է։ Ով ասա։ Մենք։ Այսպիսի մի ֆանտաստիկ կենսագրություն ունենք։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցության երիտասարդ կառույցի խորհրդի քարտուղարները։ Քմբա։ Վերջ 26 տարեկան։ Ծնջով Սյունիքի մարզի Սիսիան համայնքից։ 25 թվականից վարչապետի աշխատակազմի մասնակցային եւ բաց կառավարման հարցերի վարչության աշխատակից, տեսեք ինչ մասնակցային եւ բաց կառավարման հարցերի վարչություն կա այնտեղ դրա աշխատակիցն է։ Այս ասա վերջ ծնվել է դարձել է ԿՊ-ական ու ինքը արդեն վարչապետի խոսնակը է։ Բայց ով պետք է լիներ։ Ձեզ թվում է ինչ-որ մի լուրջ ճանապարհ անցած լրագրող կամ գրող հրապարակախոս պետք է լիներ։ Չէ։ Այսքան բան։ Իրա մաքսիմում որ ինքը կարողացել է անի, սա սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան ու վերջ։ Դա հաստատ համալսարանը չի, էլի։ Ամեն դեպքում։ Սա է։ Դե եթե սա պետք է դեսպանը լինի, ժողովուրդ հասկացեք էլ։ Նիկոլի շուրջ ով պետք է լինի։ Ով։ Նիկոլը 6 ամսով աչքելել է տոմատի մածուկի ներկերում Հայաստան։ Նիկոլի պատասխան քայլերն է բանի Ռուսաստանի դեմ։ Մտիրա չէ։ Ես սպասում եմ այս զարգացմանը։ Մենք օգոստոսի 2-րդ կեսին, որ սրանք սկսեն աշխատելը, հետաքրքիր զարգացումներ ենք ունենալու։ Շատ հետաքրքիր ու անկանխատեսելի, սիրտս վկայում։ Քանի որ դեռ չենք գնում Եվրոպա, դեռ չենք գնում, չէ՞։ Ուրեմն կարելի է ամեն ինչ անել, ինչ ուզում է Փաշինյան Նիկոլը կարելի է անել։ Ինչ որոշումը հաջորդ վարքյանին իրանք անում են դատախազությունը, իրավունք ունի, իրավունք չունի։ Հիմա պահանջում է Գագիկ Ծառուկյանից բնութագանձել 105 միլիարդ 105.8 միլիարդ դրամ, այդքան դրամ, 75 անշարժ գույք եւ 42 տրանսպորտային միջոց։ Այսինքն դուք ոնց եք պատկերացնում, ոնց ասեմ, մի մարդ ինքը ունեցել է 105 միլիարդ դրամի, 106 միլիարդ դրամի խախտում, 75 անօրինական անշարժ գույք, 75 է, 42 տրանսպորտային միջոց։ Ու սենց մի օրվա մեջ դի բացահայտվեց։ Այն բանից հետո, որ ինքը դարձավ թեկնածու։ Ինչ է կարծում ես կարելի անել, եթե Հայաստան ներկայացած լիներ դիմում Եվրամիությանը միանալու համար։ Այս սկսել արդեն ինչ է նշանակում դիմում։ Դիմումը նշանակում է ստանդարտացնել օրենքները, վարքագիծը պետության եվրոպական ստանդարտների։ Սա է նշանակում դիմում։ Դու դիմում ես, սկսում ես աշխատանքդ ուղղությամբ, պայքար կոռուպցիայի դեմ, օրենքներդ ես փոխում, դու չես կարող արդեն աչուզախանես ինչ ուզում ես։ Նոր հետո որ անցնում ես այդ ստադիաները, նոր դու դառնում ես արդեն պոտենցիալ Եվրոմիության անդամ։ Դրա համար էլ ոչ Վրաստանը, ոչ էլ Ուկրաինան,
իրենք ինչքան ուզում են դիմում ներկայացնեն, քանի որ իսա չեն արել, երբեք չեն դառնա Եվրոմիության անդամ։ Նույնը Հայաստանին է սպասվում։ Հիմա սա ինչի է հնարավոր անել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ թե Եվրոմիության անդամ է, այլ Պուտին միության անդամ է։ Եվրոմիության անդամ լինել սա չէր կարող անել, բայց Պուտինի օրոք, չէ, Պուտինի այս կառավարման համակարգում սա հնարավոր է։ Մենք տեսել ենք Բերեզովսկու նկատմամբ, Խադարկովսկին ամենաընտիր օրինակն է այս առումով, եւ մնացած բիզնեսմենները, որոնց կարելի է օրվա մեջ, մեկ օրվա մեջ ուղղակի սարքել ոչ մի բան դեր։ Նիկոլ Փաշինյանը կյանքում ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, հիշեք, որովհետեւ մենակ այս իրավական համակարգում է ինքը ունակ, ճակերտավոր եմ ասում ունակն էլ, հա, անել այն ինչ որ խելքին փչում է։ Եվ բոլոր նրանք, ովքեր ակնկալիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից, որ նա կարող է երբևէ դիմում տա կամ հանձնակվե անի, իսկ հանձնակվեն ավելի վատ։ Հանձնակվեն արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի որոշումն, արդեն ժողովրդի որոշումն է։ Հանձնակվեից հետո Նիկոլ Փաշինյանը այս process-ի մեջ դառնում է ոչ մեկ, իրանից ազատվել է արդեն Եվրոպայի համար, եթե ցանկացած ժամանակ դառնում է այսպես մի բան, որովհետև էլ իր կամքից չի, ժողովուրդն է որոշել։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանի որ բոլոր մատերը կտրես, այսինքն իր աչքի առաջ ինքը հանձնակվի անող չի։ Բավոլ հանկարծ ժողովուրդը որոշեց գնում է Եվրոպա։ Ինչի՞ մասը բավոլ հանկարծ։ Իսկ ով կարա պնդի, որ ժողովուրդը ուզենալու է մնալ Ռուսաստանի հետ ԵԱՏՄ-ում։ Ես չգիտեմ։ Ես շատ կասկածում եմ, որ ժողովրդի, ասենք, գերակշիռ մասը ուզենա մնա այս post-սովետական կարգավիճակում, հա, որտեղ հնարավոր է sense բաներ։ Բավոլ հանկարծ քվեարկեց Եվրոպայի օգտին։ Ոնց է Նիկոլ Փաշինյանը լուծելու իր քաղաքական խնդիրները։ Բայց մենակ էս չի է։ Մենակ սա չի։ Լիպադիտ Դրմեյանին կասկածում է կոռուպցիայի մեջ։ Լիպադիտ Դրմեյանը, ասեմ ձեզ, վրա բավականին դրական տպավորություն է թողել, մարդը աշխատել է համակարգում, արտգործնախարարության մեջ, միջազգային դատարանում, պարզ աշխատել է, ու նույնիսկ կարծիք է հայտնել Սամվել Կարապետյանի դեպքի հետ, հիշում եք, արբիտրաժի որոշում կար, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունեց այդպես բաներ անես։ Հա, բայց թքած ունի ինքը արբիտրաժի որոշման վրա եւ անում է ինչ ուզում է։ Դրմեյանը Լիպադիտը ասեց, որ դուք չեք կարող այդպես բան անել։ Չեք կարող։ Արարատ Միրզոյանը հիշում եք այդ բանի բանավեճի ժամանակ, որ փորձեց բան աներ, նվաստացմեց, քմծիծաղով ասեց, հոպ այդտեղա, ես քո համար չեմ աշխատել, ես պետության համար եմ աշխատել, պետության կառավարման համակարգում։ Հենց դրա համար դուրս եմ եկել։ Հիմա էլ այդ խոսքի համար օրեր անց արդեն ինքը բանն է։ Երրորդ հնարավորությունն է ստացեք, տեսեք, ամենավտանգավոր շրջանն է եւ մարդ կորցնում է ռեալության զգացողությունը։ Հա, արդեն մտածում է վերջ ինքը նախ Աստվածն է, հետո վարչապետ։ Մոտավորապես Կալիգուլա վիճակ է իր մոտ։ Ներոն, ես իրեն ասել եմ, չէ՞, սա ներն է։ Զեյովա ներոնը գրվում, բայց սա ներոն է։ Ներ-օն, միացած ներն է, էլի։ Ոնց ուզում եք հաշվեք։ Ինքը կարող է ամեն ինչ անի։ Իսկ իրականում, ասում եմ, սա է պատճառը։ 25 թվականի մարտին պաշտոնից հեռանալուց հետո Դրմեյանը նաև կատարել է միջազգային իրավական հարցերով դուրս է եկել ԱԳՆ-ից, բայց կատարել է նաև միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի պարտականությունները։ Նա պաշտոնից ազատվել այն բանից հետո, երբ գրասենյակը հեցի նախկին սեփականների հետ վեճով հայտարարել է, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները պարտադիր կատարման ենթակա են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն մերժել է այդ դիրքորոշումը։ Ասել է, սա օրենքով է, ասել է, չէ, թքած ունեմ այդ օրենքների վրա։ 26 թվականի խորհրդարական ընտրություններին Դեմոյանը մասնակցել է Միասնության թևեր բանով, այդ կուսակցության շարքերում։ Ես հիշում եմ իրան, սա Թաթոյանի Միասնության թևերն էր, ընդհանրապես Թաթոյանին ով ներկայացրեց այս ամբողջ ընթացքում։ Եվ վրա բավականին հետաքրքիր եւ դրական բանա, տպավորություն ա թողել։ Նույնը Դրմեյանը։ Եվ մտածում են ինչ անեն, քրեական գործ։ Կասկածում եք, որ դու կոռուպցիայի մեջ ես խառնվել Դրմեյանը։ Կաշառքա բաժանել։ Դե կմտածեն, դե մի բան կմտածեն։ Ես պետք է ասեմ ոչ միայն Դրմեյանն է վտանգավոր բանի տակ, այլ նաև
Էդմոն Մալուքյանի հետ, ովքեր կային այնտեղ Շանթալություն տղեներ, այնտեղ Գևորգ Գորգիսյան, էլ ովքեր կային, որ բավականին գրագետ հակադարձում էին այս ռեժիմի կեղտերին։ Այսօր տղեկ ջան, Էդմոն Մալուքյանն էլ հիմա շատ ակտիվ է Փաշինյան Նիկոլի դեմ, սա այս ներ-օնը, սա քանդելու ամեն ինչ, որտեղ ինքը հասկանում է, պետք է ինքը ցույց տա, որ ինքը դրության տեղն է, բայց նորոց նստաշրջանում ես սիրտս վատ բաներ եմ կասկածում սրա համար, լուրջ եմ ասում, որտեղ այս տնտեսական պատերազմը, որ ինքը սկսել է Ռուսաստանի դեմ, ընդ որում սկսել է, ես չգիտեմ իրեն ով է հույս տվել, որ դու պրոբլեմ չունես, բայց ոչ մեկ չի կարող Նիկոլին հույս տա, որ ինքը պրոբլեմ չունի, որտեղ ինքը քայլող պրոբլեմ է, նախ ամենամեծ պրոբլեմն իր այն է, որ ինքը լեգիտիմ չի, ինքը խախտումներով ընտրված վարչապետ, ընդ որում խախտումները ճանաչել է մենակ Եվրոպան ու Ամերիկան, Ռուսաստանը ցանկացած ժամանակ իրեն կարող ասի, իսկ չեմ ճանաչում վարչապետ որպես։ Հիմա չգիտեմ, մեկն էլ էլի Ռուսաստանի ճանաչի կամ չճանաչի, այս վիճակով է դա, բայց հանգիստ ասել, որ արդեն Ռուսաստանը վերացած երկիր է, ոչ մի ազդեցություն չունի, բան, շատ ռիսկային գործոն է, շատ։ Ես այդքան վստահ չի լինի այս ասողների հետ, որովհետև օրինակ նոր նստաշրջանում մենք խոսում ենք, չէ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է վերբով կանի, ուժեղ Հայաստանից, սպանից, այս կողմից, այն կողմից, որ ուզենա այս սահմանադրությունները փոխի։ Իսկ ես ուրիշ բաների վրա եմ վստահ, որ ցանկացած պարագայում այս մի զանգով ԱԱՑ-ն մի օրվա մեջ հենց ԿՊ-ականի ուսապարկերի ձեռքով իմպիչմենտի կարա ենթարկի հենց Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրան ինչի թողեցին մնա։ Մի բանի դիմաց ուղարկեցին, չէ՞, ընդդիմության ասեցին, վերցրեք ձեր մանդատները, մտեք, բայց իրենց չճանաչեցին։ Տեսեք ինչ հետաքրքիր բան եղավ։ Թվում էր, թե ճանաչելուց հետո, պայմանավորվելուց հետո Սամվել Կարապետյանը կմտնի խորհրդարան։ Բայց չէ, մտան խորհրդարան, բայց սրանք չեն ճանաչում։ Այս ընթացքում ինչ-որ մի բան պետքա լիներ, որ չեղավ, հիմա կոնֆլիկտը խորանում է, եւ խորհրդարանում արդեն ունենալով իր ուժերը Ռուսաստանը կարող իմպիչմենտ սկսի եւ ուսապարկերը մեկ զանգով ուրանան Նիկոլին։ Նիկոլ, դու կարաս մեկի վրա երաշխիք տաս, որ ինքը քեզ չի ուրանալու։ Մեկ ուսապարկ կա, որ չի ուրանա քեզ։ Արա կնիկդ քեզ կուրանա։ Չեմ ասում քանի անգամ ուրացել է արդեն, ոչ մի երեխին քեզ նման չի։ Դե ավելի մանրամասներ Աշոտ Կարապետյանը գիտեր, բայց դե արդեն չի։ Բայց մարդիկ կան որ գիտեն։ Ինչ որ է լավ։ Դու մեկ ուսապարկի վրա կարաս երաշխավորես, որ քեզ չի ուրանալու։ Դա բան եմ ասում, օգոստոսի 2-րդ կեսը, իսկ ես կասկած չունեմ, որ այս ձնագնդիկը մեծանալու է մինչև օգոստոսի կես։ Նույնիսկ եթե սա գնա ԵԱՏՄ այդ համաժողովին։ Չէ, սա հետդարձի ճանապարհ չունի։ Ոչ մի բան չունի, որտեղ սխալ ուղղությամբ է գնում։ Այսինքն ակնհայտորեն ինքը գնում է կոնֆլիկտի սրացման մի բանի պատճառով նաև, որովհետև Պուտինը ոչ մի բան չի ընդունում։ Չի ընդունում ուղղակի ինքը։ Սա էլ իրան թվում է գազ տալով պետք է հարցերուցի։ Դե գազ ուր։ Էս էլ կադր Բաքվից։ Հայը հաղթեց Թուրքին, Նիկոլ, նորից կրկնեմ։ Հայը հաղթել է Թուրքին։ Ես մի հատ լավ նորություններ ունեմ, ուզում եմ անպայման ձեր հետ կիսվեմ։ Այսպիսի մի նկար տարածվեց այսօր, որը ես էլ տարածել եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Ադրբեջանի որպես քոչվոր պետություն։ Ես մի հատ հետախուզում արեցի, արդյոք ճիշտ է, թե ճիշտ չի։ Մի քիչ այլ ձևակերպում կա ստեղ, մի քիչ այլ, բայց ճիշտ է։ Ինչն է այլ ձևակերպում, որ ադրբեջանցիների հիմնական ցեղ հանդիսացող անունը գրած է, ես եթե տեսնեմ կարող եմ գտնել։ Մի հատ գտնեմ, երևի չէ, ստեղ չի։ Ինչ որ է Ադրբեջանի մի հատ ցեղ կա, որ հանդիսանում է ադրբեջանցիների կորիզը, ասենց ասեմ։ Այդ ցեղը 23 թվականին ճանաչվել, 23 թվականին Էլի ոչխար պահողների ցեղի մասին է խոսքը, իրանց օրիգինալ արմատները որտեղից են գալի։ Իրանք ճանաչել են այդ տարածքի տեր,
Այդ տարածքի տեղ այդ ցեղին են ճանաչել, որ ինքը տեղ եղել է։ Որը եղել է, որը բայց քոչվորական ծագում ունի։ Հա։ Մնացածը, որ ներկայացնում են այսօրվա Ադրբեջանը, ադրբեջանցի չեն։ Դա թալիշներ են, բանը, ինչ է ասում, լեզգիններն են, թալիշներն են, ավարներն են, թաթերն են, ինչ ասես կան այնտեղ, հա։ Բայց հիմնական ադրբեջանցին, որը այդ ցեղի բանն է, ոնց որ շարունակությունն է, ճանաչվել է որպես քոչվոր ցեղ։ Այսինքն ամբողջ Ադրբեջանը չի ճանաչվել քոչվորական, այլ հենց այդ ցեղը, որից են գալիս ադրբեջանցիները։ Այս քոչվորը մենակ դրանց է վերաբերում, չի վերաբերվում լեզգիներին, բանին, թալիշներին, հա։ Շատ հետաքրքիր է ստացվում, ասենք Ադրբեջան պետությունը չէ, հենց ադրբեջանցիները։ Այնպես որ Փաշինյան Նիկոլ նույնիսկ կրկնեմ, որ ուղիղի տեղ հասնի։ Եղբայրները ՅՈՒՆԵՍԿՕ-ում ճանաչվել են քոչվոր։ Քոչվորը, ոնց կարա քոչվորը Հայաստանի նկատմամբ տարածքային բան ունենա, պահանջ ունենա։ Ոնց։ Ով հավատում է դրան, համաձայն է, ինքն էլ է քոչվոր։ Մտավոր քոչվոր է, էլի։ Հիմա Նիկոլն էլ է մտավոր քոչվոր, Նիկոլին աջակիցներն են այս հարցում մտավոր քոչվոր, որովհետև իրենց համար քոչվորը կարող է տեղիում նստակյաց կյանքով գոյություններ ունենց, հազարամյակներ գոյություն ունեցող ազգի նկատմամբ տարածքային պահանջ ունենա։ Քոչվորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված քոչվորը։ Այսինքն դուք մենակ բան ճուտ չեք, էլի, դուք նաև քոչվոր եք։ Իդեպ, այն Ռաֆայել Երանոսյանի մասին խոսելուց հետո պարզ դարձավ, որ Նիկոլի մյուս գովազդիչն է լինելու Մոնրեալում, Կանադայում, սա Իվետ Մուկուչյանն է։ Ժորժը։ Անձնական ոչ մի բան չկա։ Իրանք մեր պետության թշնամիներն են ուղղակի։ Հա, իրենք այս քոչվորական հարաբերությունների եւ ոչ միայն հարաբերություններ, ամբողջական դավաճանությունների, սպանությունների արդարացնողն են, լեգիտիմացնողներն են։ Ինքը գալիս է Մոնրեալ։ Մոնրեալի ժողովուրդը պետք է ունենա համապատասխան վերաբերմունք։ Ես գիտեմ դա մեծ չի համայնքը, բայց ով իմացավ, խնդրում եմ տարածեք։ Սա համայնքը պետք է բոյկոտվի։ Ու վերջ։ Ու ցանկացած մեկին, որ դուք տեսնում եք Նիկոլ Փաշինյանի կողքը, կարևոր չի ինքը որտեղ է, Երևանում է գալիս է, Տորոնտո գալիս է, Մոնրեալ, որտեղ ուզում է լինի։ Սրանք պետք է բոյկոտվեն տոտալ։ Ոչ միայն սրանց ծնունդը պետք է չշնորհավորել, այլ սրանց ներկայությունը պետք է չհանդուրժել։ Դա կլինի միջոցառում, համերգ, չգիտեմ, այնտեղ հեռուստատեսային շոու, սրանք պետք է մեկուսացվեն։ Սրանք են կատեգորիան է։ Փողը։ Կարելի է մտածել, սրանք փողի կարիք չունեն, չէ՞ օրինակ։ Կարելի է մտածել, իվետան փողի կարիք չունի։ Բայց չէ։ Փաստորեն փողը երբեք ավելորդ չի լինում։ Ու թքած հետևանքների վրա, թքած այդ փողը ով է տալիս, թքած միջև այդ ինչ է եղել։ Եթե թքած, կներեք, մենք էլ թքած։ Այնպես որ հարգելի մոնրեալցիներ, բոյկոտեք սրանց համերգները։ Բրազիլիան չեղարկել է ամերիկացիների վիզաները, որ չգան ընտրություններին, հարամ չանեն իրենց ընտրությունները։ Սա են ապտակ մեղմ ասած, էլի։ Ամերիկյան Նիկոլի Բրազիլիան չեղարկում է ամերիկացի կառավարության անդամներին տված վիզաները, ոչ թե հասարակահաղաքացիների ընտրություններից առաջ, որ իրանք ոչ մի միջամտություն չունենան իրենց երկրում տեղի ունեցող ընտրություններին։ Դե իրանք փորձեցին Օրբանին էլ չէ պահեն, բայց մենք գիտենք ամերիկյան աջակցությունը ինչ է անում։ Ամերիկյան աջակցությունը նույնիսկ չփրկեց Նիկոլ Փաշինյանին, ինքը չկարողացավ 51+ ստանալ։ Ինքը գողացավ մեծամասնությունը Սերժի ձեռով դրած սահմանադրությամբ, Սերժի, որովհետև հին սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չէր լինում խորհրդարանում։ Հա, Սերժն օգնեց այդպես։ Իսկ այս ամեն ինչը լավ տեսնելով Բրազիլիան քենսել անում։ Շատ իմաստուն քայլ։ Միակ նայեք սա Լիբանանն է, միակ նայեք ժողովուրդ ջան։ Դիզաս Սա դպրոց է։ Սա հայ սկուլ է, բարձրագույն դպրոց։ Լիբանանում, նայեք, հարավային Լիբանանում։ Վաու։ Իսրայելի մեդիաները ցույց է տալի, որ սա որպես ձեռքբերում։ Իսկ ինչ լավ ձեռքբերում է Իսրայելի մեդիայի համար։
դպոց։ Սա մի հատ թարմացնենք մեր իշխողությունը, ով է Էրդողանը, ով է դոկտոր Օզը եւ ինչ կապ ունի Էփստինի ֆայլերի հետ։ Իրանք եղել են այդ ամեն ինչում, ակտիվ մասնակցել են, սա մասին է տեսանունը։ Եվ ապացուցված փաստեր կան դոկտոր Օզի կապերի հետ, դոկտոր Օզ են որ հայերի նկատմամբ քրեական բաներանում, որ հայերը բոլորը թալանչի են, դոկտոր Օզը դա Թրամփի աշխատակազմի անդամներից մեկն է, որը զբաղվում է Իվանով ապահովագրության այդ ֆոնդերի հաշման 1.3 տրիլիոն ձեռքի տակ փող կա։ Մի խոսքով, ինչու է հայտնվել դոկտոր Օզը, Թուրքիայի քաղաքացի դոկտոր Օզը Թրամփի աշխատակազմում, որովհետև ինքն եղել է միջնորդ Էփստինի եւ Էրդողանի միջեւ։ Ջանոց հիշեցնեմ, որ այս կապով միայն գրանցված փոխանցումներով $200 միլիոն Էփստինը փող ուղարկե Թուրքիա։ Ինչի դիմաց? Երեխաներ։ Այս ամեն ինչի մասին մենք ավելի մանրամասն տեղի ունենալու ենք, երբ որ իմպիչմենտի ենթարկվեց Թրամփը։ Իրանը պարապ չի նստել, իր հրթիռներով ոչնչացել է Հորդանանում ամբողջ բազա ամերիկյան եւ F-35 մի քանի հատ, նույնիսկ չեն կարողանում հաշվել, թե քանի հատ F-35։ Ես այսօր ամերիկյան մի փորձագետի եմ լսում ռազմական գեներալ, արդեն պաշտոնաթող, որը պարզ ասեց, որ Ամերիկան որքան շուտ հանձնվի ուղակի, այնքան ճիշտ կլինի, որովհետև Իրանը դեռ պատերազմը չի սկսել։ Որտեղ ինքը շատ լավ հասկանում է Իրանի ունեցած իրական ռեսուրսները, հզորությունը, հանգստությունը ինչով է պայմանավորված իր քաղաքականության, չի շտապում, որովհետև ինքը կարող է այս ռեժիմի մեջ անverջ ջարդել ամերիկյան բոլոր ռազմաբազաները եւ ամերիկյան նկարտումները Իրանի նկատմամբ, որ այս պատերազմը ոչինչով չի ավարտվելու, քան վերջնականապես Ամերիկայի ռազմական մեքենայի հյուսմամբ, հա, տնտեսության խայտարակ վատթարացման, իսկ Իրանին ոչինչ չի լինելու, որտեղ ակնհայտորեն Իրանը այս պահին գերազանցում է շատ հարցերում ամերիկյան Միացյալ Նահանգներին։ Եվ եթե մեկ տարվա մեջ դու ոչինչ բան չես կարողացել առավելություն ցույց տաս, նշանակում է դու դեռ ուղղակի ունակ չես։ Իսկ նա ուժեղանում է, դու թուլանում ես եւ քաղաքականապես եւ ռազմական իմաստով։ Ես ուրախ եմ, որ վերջապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում է էսի լսել։ Հա, սա էլ դրա հետ կապված։ Ուրեմն սա էլ նախկին CIA բանը օֆիցերա, այսա մյուս մասով է ասում։ Մյուս մաս։ Թրամփն ասում է, եթե հանկարծ չանձնվի Իրանը, մենք ցամաքային զորքով կմտնենք այնտեղ։ Եվ CIA, այսինքն հետախուզության նախկին սպան ասում է, եթե դու հանկարծ այտենց բան անես, Իրանը այնքան հզորություն ունի, որ քո բոլոր զորքերին կարող է ուղակի շրջապատել, շրջափակել կամ գերի վերցնել կամ պարզապես ոչնչացնել տեղում։ Դու ոչ մի շանս չունես ցամաքային տարբերակով մտնես Իրան։ Բայց դա ինչ է տալու ամերիկյան Նիկոլին, ոչ մի բան, որտեղ ինքը երբևէ ոչ մեկին չի լսել, ինքը օրվա մեջ ինչ ուզում, երբ ուզում խոսում է, ինչ հրաման ուզում տալիս է։ Եվ ո՞նց եմ ասում, առայժմ մինչև նոյեմբեր ինքը կարող է դա անի, որովհետև մինչև նոյեմբեր հաստատ ինքը նախագահ է։ Դրանից հետո իմպիչմենտը իր համար անխուսափելի է։ Դա եմ ասում, մեզ մի քիչ դիմանալ է պետք։ Ու այդքանով հանդերձ լսեք ինչ է ասում։ You people have no idea how lucky you are when I'm gone. Ասում դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում դու ինչքան բախտավոր եք, ասում է։ You're all going to be broke. Your business model is going to be finished. No, it's true. Ասում է, դուք չեք պատկեր ինչքան երջանիկ եք, որտեղ ես հանկարծ որ գնացի, դուք բոլորդ կոտրվելու եք։ Ձեր բիզնես մոդելները փշրվելու են։ Մի խոսքով։ Դուք երջանիկ պիտի լինեք, որ When I'm not around, you're going to be broke. There's not going to be anybody to report on. Nobody gives a damn about anybody else. Սա պարզ ասում է, ես գնացի մետևից գնալու եք դուք։ Ու ինքը գիտի, որ ինքը գնալու է։
ինքը շատ լավ գիտի, որ այս ընտրությունների ինքը 0 շանս ունի հաղթելու, մնալու, այն առումով, որ իր կողմնակիցները ավելի շատ լինեն ներկայացուցիչների պալատում, քան հնարավոր է։ Իսկ եթե հանգարց սենատում ավելացավ դեմոկրատը, իմպիչմենտը ապահովված է միանգամից։ Եվ ինքը սպառնում ասում է, դուք չեք պատկերացնում երջանիկ եք, քանի ես կամ։ Ես որ գնացի, գալու են ձեր բոլորի հետևից։ В Армении колоссально много сейчас умных людей, эрудированных людей, профессоров, такие умиши есть в Армении. Я не понимаю парадокс, почему этих людей не слышат. Հիշեցնեմ մեր ընկերը փոքր Հայաստանից գնացել է Ռուսաստան շատ ու մեկ ես իր բաները որ լսում եմ դու չեմ պատկերացնում սիրո այդ մասշտաբը որ ես ընկերն ունի այդ նկատմամբ չի ապրել Հայաստանում համարյա հայերեն չի խոսում ասում չեմ հասկանում ասում այնքան լավ մարդ կան այնքան գլուխներ կան գիտնականներ կան ասում ոնց է լինում որ Հայաստանը իրանց ոչ մեկ չի լսում Армяне куда бы ни приехали, они создают. Հայերը ո՞ր գնում են, իրանք ստեղծում են ախր։ А в Армении они теряют. Իսկ Հայաստանում կորցնում են։ Այո, ես երկրորդում եմ իրեն, ճիշտ է ասում։ Աշխարհում մի տեղ կա, որ հայ աղքատ է։ Աշխարհի ոչ մի տեղ դուք աղքատ հայ չեք գտնի։ Լուրջ եմ ասում, չեք գտնի։ Եթե ասենք եկել է 5-10 տարի դեռ ինքը աղքատ է, նշանակում է կամ խաղամոլ է, կամ թմրամոլ է։ Աղքատ հայ ոչ մի տեղ գոյություն չունի։ Ամենաաղքատ, ամենավատ ապրումը հայը Հայաստանը։ Այս մարդու խի բոլորին տալիս բոլորին խի այս Ռուսաստանի զրկվածին չեն տալիս 18 թվին չեն տալիս Ղարաբաղցիների խի չեն տալիս խեն նեղացնում մեր արցախցի ժողովրդին խեն նեղացնում օրինակ խեն նեղացնում ես վատ եմ զգում իրոքից ես վատ եմ զգում խեն մասնատում իմ ազգին խեն մասնատում Արցախիցա խի իրան պրավա չեք տալիս Հայաստանի ժողովրդին տալիս եք, բայց Արցախի ժողովրդին չեք տալիս։ Խեք մասնատում։ Մենք սաղս մի ազգ ենք, հայ ենք, կապ չունի Արցախից է, Ռուսաստանից է զրկված։ Չէ, ցավտան, մենք սաղս մի ազգ ենք, իդ քո համար։ Չէ։ Նիկոլ տեսակ ընտրողի համար։ Դուք թռացեք։ Ես թռացեմ Արցախին, թռացա Ռուսաստանից եկածա, Ռուսաստանք։ Իրանց ասել են ականջի տակ, իրանք կրկնում են։ Գիտեք ինչի։ Կարլ Յունգը սա մասին բացատրություն տվել է։ Մեծ հոգեբանը։ Ասում մտածելը դժվար է, որտեղ դրա համար մարդիկ կրկնում են։ Հա, մեկը դա ականջի տակ ասել է, որ դուք բոլորը թռացեք, հակառակ, ինչի չեք մեռել դուք։ Հիմա եկել պրավա եք ուզում։ Ծամերը չեն տալ։ Այդ քո համար են իրանք հայ։ Նիկոլ ընտրացի համար։ Չկապ ունի դու հայ ես կամ հայ չես։ Թռած ես, որովհետև ես Նիկոլին ապել։ 18 թիվ ազրկված, ինչի համար չեք տալիս։ Ուղղակի զարմանում եմ։ Ուղղակի դուք մնացածին տվեցիք, մեր ամբողը, ոնց որ ասած, մասնատեցիք, քչացրիք։ Հիմա եկեք այս մարդիկ, տուժված մարդիկ հիմա չենք տալիս ձեզի։ Դուք ինչա որ Արցախից եք, Արցախում եք զրկվել չենք տալիս։ Հիմա Արցախը Ադրբեջանի կազմի մեջ է, դուք եք ասում ձեր բենով, բայց Արցախը մերն է, ես ասել եմ, ու հետ ենք բերելու։ Սաղին եմ ասում, հետ ենք բերելու։ Ու իրան շնորհիվ, որտեվ իրանք տարածքները ամեն ինչը գիտեն ու իրան շնորհիվ հետ ենք բերելու։ Հասկացա։ Հասկացաք։ Ընկերո քաղաքական գործիչ չի, ճիշտ ասում։ Մերն է։ Հետ ենք բերելու, ոչ մենք հետ ենք բերում, մենք հետ ենք գնալու, ոչ մի բան չենք բերելու, մենք հետ ենք գնալու։ Այ, ոչ մեկ, ոչ մի վարքյան սրան վրա չկասկածի։ Ես կոտորվածների հետ չեմ ուզում խոսել։ Ես ընդհանրապես հանձնվածների հետ չեմ ուզում շփվել։ Էլի նժդեի խոսքերը կրկնեմ, թող մնա նրանք, ովքեր բարոյապես չեն մեռել։ Հանձնվածներ, Նիկոլ ընտրածներ, դրանք բարոյապես մեռածներ են։ Աղբոր նման, խնդրում եմ ուղղակի, թողեք մենք մեր պլաններով, երազանքներով ապրենք, մի կախվեք մեր թևերից, մի փաթաթեք ձեր այն հուսալքությունը, մեզ հուսալքել պետք չի,
Մեզ առողջ մարդիկ են պետք, որ երազանք ունեն ու կամք ունեն իրաց երազանք իրականացնել համար։ Այս ընկերոջ նկատան, այս ընկերոջ նման։ Ու այս մարդկանց պիտի չդեղացնենք։ Ամենաառաջնահերթությունը այս մարդկանց պիտի տալաս։ Վերջացավ։ Բայց լսեք մեր ընկերուհուն, ես խոստացել եմ, չէ, ինչքան լավ բան տեսա, ձեր հետ կիսվել եմ ու ձեզ կոչ եմ անելու հետևել։ Մեծ կախվածությունը քաղաքականության մեջ փրկիչներից կախվածություն ունենալն է։ Իսկ իդե լավ չլսվեց, ամենամեծ կախվածությունը քաղաքականության մեջ փրկիչներից կախվածություն ունենալն է։ Ոնց չհամաձայնվես Ան Հարությունյանի հետ։ Այ հիմա սեղմեմ եմ follow կոճակը, դուք եք կարող եք գտել ու հետևել։ Շնորհակալություն Ան ջան։ Եվ Անի Աննա է, բայց շնորհակալ։ Լսենք։ Այն ազգերը, որոնք երկար ժամանակ ապրել են ճգնաժամերի, վախի, անորոշության մեջ, ինչ որ պահից սկսած փորձում են խուսափել պատասխանատվություն վերցնել իրենց ապագայի նկատմամբ ու փնտրում են փրկիչների, ովքեր կգան ու իրենց բոլոր խնդիրները շատ արագ կլուծեն։ Երբեք չշփոթեք փրկիչներին ուժեղ առաջնորդների հետ, որովհետև ուժեղ առաջնորդները ձեր մեջ սերմանելու են ուժ այդ խնդիրներն ու ճգնաժամերը հաղթահարելու համար։ Իսկ փրկիչները երբեք չեն փորձելու լուծել ձեր խնդիրները, որովհետև այդ խնդիրների միջոցով է, որ նրանք ձեզ կառավարում են։ Ու հիշեք, որքան թույլ է հասարակությունը, այնքան նրան ավելի հեշտ է կառավարել։ Ժողովուրդ, կարճ ճանապարհներ չկան, արագ լուծումներ չկան։ Այդ փրկիչները, որ գալիս են արագ լուծումներ են առաջարկում, շարլատաններ են։ Այն որ ասում է, քեզանից է փրկությունը սկսվում։ Դու պիտի որոշես քո ապագան, դու պիտի փոխվես, որ միջավայրը փոխվի, ինքը քո հետ անկեղծ է, բայց շատերը չեն ուզում իրենք փոխվեն, ուզում են ամեն ինչ փոխվի բացի իրանցից։ Իրանք հանձնված նստեն այդ փրկիչին սպասեն, բայց ամեն ինչ փոխվի, չի լինում։ Սա խաբեությունը, դուք ուզում եք ձեզ խաբեն։ Դրա համար դուք Սամվել Կարապետին եք ընտրում։ Դրա համար հույս ունեք, որ Ռոբնա ձեզ փրկելու։ Հասկանում եք։ Ոչ մեկ չի ուզում իր պատասխանատվությունը իր վրա վերցնի։ Որովհետև այն առաջնորդը, որ գալիս է ասում է, տղեկ, ձեզանից է փոփոխությունը, մենք պետք է փոխվենք, որ մենք իր հետ կարողանանք բան փոխենք, այսինքն պետք է առնվազն չհանձնվել, չկոտրվել, բարոյապես չմեռնել, մերժել բոլոր տեսակի դավաճանություններն, ուրացումները, կրկնակի ստանդարտները, հա, մարդու նման ապրել, այն ժամանակ վիճակներս կփոխվի, շատ են ասում, դա լավ է, այս ինչ ես խոսում, ինչ եկյատների մասին է խոսքը, թող մենք սենց մնանք էլի, թող մենք քծնենք, դավաճանենք, ստենք, կաշառք տանք, կաշառք վերցնենք ու վիճակը փոխվի։ Չի դու այ մեր անի ասածը հենց դա է։ Ինքան ուրախ եմ, որ երիտասարդների մեջ եմ տեսնում այս կարգի սթափ, ճիշտ, օբյեկտիվ բացատրություն, մեկնաբանություն, ասենք կյանքի նկատմամբ ռեալ պատկերացում ասա։ Այս երիտասարդների այս գործը իմ համար 100 քաղաքական գործիչների արած գործից կարևոր է։ Ես դրա համար որ մի լավ բան եմ տեսնում, անպայման ձեր հետ կիսում եմ, որ դուք էլ իրենց հետևեք, որ իրենք էլ իմանան, որ իրանց խոսքը կարևոր է եւ ավելի վստահ եւ ավելի ոգևորված շարունակեն իրենց գործը։ Ես իմ անունից եմ ասում, Ան Հարությունյան ջան, ճիշտ ես, շնորհակալ եմ քո դիրքորոշման եւ գործի համար։ Այսօր համար այսքան։